Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք շարունակում ենք մեր նախատոնական տրամադրությամբ եթերը եւ այսպես տարվա ամենակախարդական օրերն են մոտենում։ Քաղաքը շնչում է նոր տարվա հրաշքով, լույսերն ավելի վառ են փայլում։ Իսկ երեխաների սրտերում ապրում է ամենագեղեցիկ սպասումը՝ հանդիպել ձմեռ պապիկին, շշնջալ իր երազանքը եւ հավատալ, որ հեքիաթները իրականություն են դառնում։ Հեղինակ բեմադրիչ Սարգիս Շողունցի նոր Սանտա Կլաուսը ներկայացում հեքիաթը այս անգամ հանդիսատեսին կտեղափոխի հեռավոր հյուսիս, որտեղ սառնամանիքի եւ ձյան մեջ ապրում է մեր մանկության ամենասիրելի կերպարը՝ Սանտա Կլաուսը։ Նա արդեն լի է տարիների փորձառությամբ, բայց եկել է ժամանակը հանգստի անցնելու եւ իր առաքելությունը բարության, հավատքի ու հրաշքների տարածումը փոխանցել իր թոռանը, հաջորդին, սակայն պարզվում է, որ երիտասարդը դեռ պատրաստ չէ կրել իր այդ պատասխանատու եւ պատվաբեր կոչումը, եւ Սանտա Կլաուսը սկսում է իր հեքիաթային ուղևորությունը։ Դե այս առիթով մեր տաղավարում են խորեոգրաֆ Նունե Կիրակոսյանը, դերասան Սամվել Սարգսյանը, դերասանուհի Մանե Մարդանյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ընդամենը 2 օր առաջ էր մեր մոտ, ինչ որ փոխվեց քո կյանքում։ Միանշանակ։ Ձմեռ պապին եկավ։ Բայց դու դեռ պատրաստ ես։ Չէ, դեռ պատրաստ չեմ, անկեղծ։ Իրականում շատ հետաքրքիր է սկսել այդ ամեն մի process-ը, փորձերի, երբ որ դու էլֆ ես, կարամ ասեմ, որ ես էլֆ եմ։ Ես էլֆ եմ։ Սա Սանտայի էլֆն եմ, ու այդ կերպարն հենց ազատություն է քեզ տալիս ստեղծագործելու, գժություններ անելու ու անդադ կոնտակտի դուրս գալու հանդիսատեսի փոքրիկների հետ, հավեսի process է գնում արագի մեջ։ Ամանորի ներկայացումները յուրաքանչյուր տարի կան, յուրաքանչյուր տարի կազմակերպվում եւ ներկայացվում են հանդիսատեսին։ Ինչով է տարբերվում, ինչով է առանձնանում այս ներկայացումը։ Առաքելությունը մանկական ներկայացումների մշտապես նույնն է, ուրախացնել մեր բալիկներին, հետևաբար պետք է անել մաքսիմալ ամեն ինչը անկեղծ, բարի, գեղեցիկ, գունեղ, որպեսզի մեր երեխաները գան եւ շարունակեն հավատալ ամանորյա հրաշքի եւ ոչ միայն հրաշքի, ամանորյա, ոչ միայն երեխաները, այո։ Դա շատ կարևոր է, որ մեծերն շատ կարևոր է։ Եվ քանի որ ես ստեղծագործական խմբի ներկայացուցիչ եմ որպես այստեղ այսօր, ուզում եմ մի փոքր պատմել մեր ներկայացման մասին։ Ներկայացումը գրել է եւ բեմադրել է, պիեսը գրել է Սարգիսը Շողունց, բեմադրել է Սարգիսը Շողունց, խաղացել է Սարգիսը Շողունց։ Սարգիսը Շողունց այս պարագայում չի խաղացել, բայց համենայն դեպս ամբողջ փորձերի ընթացքում այնպես է ցույց տալիս, այնպես է բացատրում, որ կարծում եմ նաեւ խաղացել է։ Այո։ Ներկայացումը իրական շատ բարի է, հեքիաթը նոր Սանտա Կլաուսն է, ռուսերեն տարբերակով Նովի Դեդ Մորոզ, երկու լեզվով ենք խաղում իդեպ, արդեն դարձել է որոշակիորեն Իրոք մի ներկայացման մեջ երկու լեզվով, թե ոչ, ամեն ներկայացում եւ ռուսերեն։ հայերեն սեանսում ենք եւ ռուսերեն։ Այո, եւ ներկայացումը բավականին բարի, ուսուցողական եւ դուք շատ ճիշտ ասացիք, ժառանգաբար պետք է փոխանցվի իբրև թե Սանտայի գահը, այսպես կոչված, բայց արժանի չէ թորնիկը եւ այդ իսկ պատճառով պետք է լինի այդտեղ էլ կա ինչ որ ուսուցողական խորհուրդ, որ պետք է երեխան հասկանա, որ պետք է լինի, ինչ ձևի պետք է լինի, որպեսզի նա արժանանա այդ կոչմանը, շարունակությանը։ Այո։ Հետաքրքիր է։ Լավ, իսկ դուք ձմեռ պապիկին արդեն գրել եք նամակները։ Դեռ ոչ։ Վաղուց։ Անցած տարվանից։ Չէ, դեռ ոչ, բայց ես իսկապես հավատում եմ ձմեռ պապիկի գոյությանը, որովհետև իմ կարծիքով դա հրաշք է եւ փոքրերի եւ մեծերի համար։ Ես մինչեւ 13 տարեկան հավատացել եմ։ Իմ ծնողները միշտ ամեն ինչ անում էին հավատալու համար, նույնիսկ մենք իմ սենյակում ձյուն էին լցնում, ոտքերի հետքեր էին սարքում ու այդ ամեն ինչը իմ համար այնքան հրաշք էր, որ իմ մաման գրքի մեջ էր իմ նամակները պահել ու մի օր երբ ես դասավորում էի դարակները, պատահական այդ գիրքը ընկնում ալ լրի ֆիլմի պես էր դարձել, տենց այդ նամակները Այդ նամակները ուղղակի ձմեռ պապին հետ էր ուղարկել։ Որպեսզի Ես հետո հասկացա, որ այո, ձմեռ պապի գոյություն ունի, ուղղակի նաև տանը կա ձմեռ պապիկ։ Բարբերաբար գալիս է տուն եւ գնում։ Գալիս է տուն եւ գնում է։ Ձեր կերպարի մասին էլ երկու բառ ասեք։ Ես նույնպես մարմնավորում եմ էլֆի կերպարը։ Ես Սամվելը նույնպես, այո։ Ես պոզիտիվ էլֆն եմ, այո, հիմնականում մեր տեսարանները շատ ուրախ, պայծառ, պոզիտիվ տեսարաններ են, որտեղ նաև մենք պարային հատվածներ ունենք, նաև որն է հիմնականում մեծ պարային հատվածներ են, իսկ մնացածի մասին կարող ենք չասել, որպեսզի արդեն գան եւ տեսնեն։
Ես հիշում եմ, որ ուսանող տարիներին, երբ որ խաղում էինք ամանորյա ներկայացում, օրական 5-6 սեանս էինք խաղում, նույնիսկ որ կար 7 սեանս էինք խաղում եւ բնականաբար վերջում արդեն մեզ տանում էին թատրոնից, ոչ թե մենք էինք գնում։ Հարգելի Սուրեն, այն ժամանակ չկար պլանշետներ, չկային հեռախոսներ եւ սեանսները այդ ժամանակ ավելի շատ էին։ Հիմա այդ ամենը քանի որ կա եւ ընտրության հնարավորությունը մեծ է, բոլորն են հիմա բեմադրում մանկական ներկայացումներ, այդ իսկ պատճառով սեանսները չեն գերազանցում 4-ն ու լավագույն դեպքում կարող է 5-ը լինեն, բայց ավել չի լինում։ Իսկ այդ էնտուզիազմը պահվում է առաջի օրվա խաղալուց առաջի սեանսից մինչև վերջին արդեն երբ խաղում վարի 13, 14-ը այդքանը չենք խաղում։ Այդքան է։ Մի խոսքով առաջինից մինչև վերջ այդ էնտուզիազմը մնում է մինչև։ Այո, միանշանակ այո։ Դե երբ եմ դուրս գալիս, արդեն տարբերակ չկա։ Չէ, ի վերջո, երբ որ դու նույն բանը անընդհատ խաղում ես, ինչ որ մի պահ է գալիս, որպես դերասան կարծում եմ կփաստես, որ գալիս է ինչ որ մի պահ, որ նույնն էլ չես ուզում խաղալ։ Արդեն սկսվում է ինչ որ նորովի։ Իսկ ամենավերջում խաղում են զիլյոնի։ Այո, դե հիմա կարծում եմ այդքան էլ այդպես չի ցավոք սրտի։ Ես հիշում եմ մենք վերջի օրը, վերջի ներկայացումը բոլոր դերերը փոխվում էինք եւ վայ այդ հանդիսատեսին որ գալիս էր այդ ներկայացումը նայելու ամենաուրախն էր։ Սա մեր թատրոն պատմում են, ինչ չպիտի պատմենք ինձ։ Ինչը ներքին խոհանոցից է։ Լավ, առաջնախաղը երբ է լինելու։ Առաջնախաղը լինելու ամսի 17-ին, դեկտեմբերի 17-ին խաղալու ենք այդ օրը ռուսերեն լեզվով 11-ին, 13-ին եւ 15-ին ժամը։ Եվ դրանից հետո սկսվում են մեր հիմնական օրերը, բացառություններ կան, կխնդրեմ ցանկացողներին, որպեսզի հետևեն կայքին, հետևեն տոմսերի վաճառքի կետերին, ավելի հստակ կարծում եմ այնտեղից տեղեկություն կունենան։ Ներկայացման մասին եւս մի հատկանշական բան կուզեմ ասել, ուրեմն ներկայացման մեջ զբաղված են, կարծրատիպերը բոլոր քանդել է Շողունցը եւ վերցրել է ներկայացման մեջ ամենաերիտասարդ դերասաններից սկսած ամենատարեց դերասանները նույնպես մեզ մոտ այս տարի խաղալու են մեր մանկական ոչ մեր չեմ կարող չնշել մեր Սանտա Կլաուսին Դեդ Մարոզին ռուսերեն տարբերակում մեր Վիչեսլավ Շամիրանն է խաղում մեր շատ չնայած կոչում չունի, բայց կարծում եմ վաստակ ունի բավականին մեծ։ Նա խաղալու է մեր գլխավոր Սանտա Կլաուսի կերպարը եւ ոնց է ուրախություն բոլորիս, այո, որովհետեւ այնքան հին դպրոցը եւ նոր դպրոցը միախառնվել է դերասանական իմաստով եւ շատ գեղեցիկ բան է եւ շատ գեղեցիկ եւ ուսուցողական բան է ստացվել խոսքը հստակ ձայնը հնչելի եւ կարծում եմ միտքը հասկանալի այո իսկ վիզուալները ստացել եք այդ ամանորի նոր տարվա ձյան ամեն ինչ նորագույն որտեղ այսօր երեխաներին միայն կերպարներով եւ պատմություններով դա էլ ես ասեմ Սամվել ուզում ես մանեջեր դու ասա Կարծում եմ Սամվել երկու օր առաջ էր մեր Կարծում եմ ստացվել է շատ գունեղ է մեր բեմը մեր հագուստներն են շատ գունեղ էլֆի հագուստներն են շատ գունեղ Շնորհակալություն Մարինա Թադևոսյանին մեր զգեստների նկարչին դրա համար Այո շատ գեղեցիկ է ու կարծում եմ մեր հոգիներն են մեր ներսն է շատ գունեղ ու մենք կկարողանանք այդ ամենը փոխանցել մեր հանդիսատեսին Ինչ է տանելու երեխան, երբ արդեն դիտի ներկայացումը, որովհետև այսօր ինչպես արդեն նշեցիք, շատ են, հա, ներկայացումները, յուրաքանչյուր թատրոն արդեն ամանորյա ներկայացումն է պատրաստում, այ կոնկրետ, երբ որ գալու է արդեն ձեզ մոտ, ձեր ներկայացումը դիտելու, ինչ է վերցնելու իր այդ ընտեղից, բացի նվերներից։ Դե կարծում եմ, այո, կարծում եմ ունի ուսուցողական բնույթ բարի լինելու, լավը լինելու, աշխատասեր լինելու, նպատակասլաց լինելու, առաջ գնալու եւ միանշանակ իր հետ կտարի նաեւ լուսավորությունը, պոզիտիվը ու վստահ եմ, որ շատ ուրախ մեր ներկայացումից հետո դուրս կգա։ Վստահեցնում եմ։ Շատ ներկայացումից դուրս տային ինչպիսին էր ձեզ համար, ինչ եք տանում 2026 թվականին, ինչ եք թողնում 2025-ում ու էլ չեք ուզում ոչ մի տարի ձեզ հետ գա։ Այդտեն շատ բաներ կա։ Կենցաղայինից զատ։ Չէ, իրականում շատ բուռն էր տարին,
էլի այս նույն անձնակազմով անբանհուր ենք աշխատել մանկական թատերական տարվա մասն է խոսքը, էլի Սարգիս Շողունցի հետ, տարին սկսել ենք մատնաչափիկով Մանեի հետ, թատրոն ունեցել է շատ ու շատ բուրըն ստեղծագործական կյանք, դեռ շարունակում է ունենալ, իդեպ շնորհակալություն այդ բուրըն թե ստեղծագործական, թե տեխնիկական, որտեղ դա շատ կարևոր փաստ է, ուզում եմ ասել, ուրեմն մեր դահլիճը վերանորոգել են եւ մեր մանուկներին ավարտվեց արդեն։ Այո, եւ մենք մեծ սիրով եւ խանդավառությամբ գնում ենք փորձերի, որովհետեւ տեսնում ենք ինչքան գեղեցիկ է ստացվել, ինքներս ենք ոգևորվում, ես որպես խորեոգրաֆ մտածում եմ գնամ բեմ, որ բեմից տեսնեմ թե դահլիճը ինչ գեղեցիկ է։ Դրա համար սպասում ենք բոլոր մեր սիրելի հանդիսատեսին, որպեսզի գան եւ վայելեն մեր նոր դահլիճը։ Եվս մեկ առիթ գալ մեր ռուսական դրամատիկական Ստանիսլավսկու անվան թատրոն։ Արդեն շատ հարմարավետ է։ Այո։ Շատ գեղեցիկ է ստացվել։ Ներկայացումներից դուրս ապրում ենք, կարծում եմ Բայց ինձ թվում է թատրոնում ենք ապրում, ես անկեղծ եմ ասում, ես վերջի շրջանը սենց եմ։ Օրը սկսվում է թատրոնում, ավարտվում է թատրոնում, շարունակվում է թատրոնում։ Այո։ Միշտ չէ, մենք դեռ սովորում ենք ինստիտուտում։ Հիշում եմ դրա մասին։ Բալիկների մայրիկ եմ, այնպես որ իմ թատրոնից դուրս կյանքը ավելի մեծ հրաշք է իրականում, քան թատրոնում։ Դրա համար կուզեի մի քիչ ավելի Նաև ձմեռ պապիկի գործը պետք է ստանձնեք փաստորեն մոտորել։ Շատ պատասխանատու, այո, եւ քանի որ իմ բալիկները արդեն ունեն նամակներ, ես պետք է այդ ձմեռ պապիկի նամակները հասցնեմ, որ իմ բալիկների նվերները դիտում են նրանք մեզ, մենք պետք է հասկանանք, որ ես անպայման կհասցնեմ այդ նամակները։ Ձմեռ պապիկին, այո։ Ձեզ համար տարին ինչպիսին էր։ Շատ խառներ, եթե անկեղծ, դե մենք եւ սովորում ենք, եւ ծառայում ենք թատրոնում, փորձում ենք ծառայենք։ Շատ խառներ, բայց շատ բուրներ տարբեր էմոցիաներով, որովհետեւ ամեն մի ներկայացում, ամեն մի ընթացքը, որը ապրում ենք թե ինստիտուտում սովորելուց, թե թատրոնում, դա ինձ թվում է կյանքի շրջանում sense ունի մեծ գունեղ ինչ-որ ներկերով ներկված կտավներ, որոնք մենք անդադ հիշելու ենք։ Մենք նույն տեղն ենք աշխատում մանկարը, շատ շարունակ ես խնդրեմ։ Իսկ ո՞ն ավելի բարդ սովորելը, թե թատրոնում լինելը։ Կարծում եմ բարդա ուղղակի համատեղել է, որովհետև եթե ուզում եք լավը լինել, այսինքն լավը լինելը հարաբերական է, հնարավորինս շատ աշխատել ներկայացման մեջ ինստիտուտում, այսպես ես ամեն օր գրում եմ գրաֆիկը ժամերով, որ կարողանամ հասցնել համ ինստիտուտի փորձերի ներկա լինել, համ թատրոնում չուշանալ, այսպես վազում եմ ամբողջ օրը, անգամ փորձի հագուստով չեմ փոխվում, վազում եմ ինստիտուտ։ Նաև հիշում ես թատրոնում օգտագործում ենք միանշանակ անդադ ուզում ենք օգտագործենք այն ինչը մենք սովորել ենք, օգտագործենք թատրոն պրակտիկ, փորձենք վերարտադրենք, փորձենք ոնց կլինի։ Բայց իսկապես այո, մենք շատ շնորհակալ ենք այդ հնարավորության համար ու պարոն Շահվարդյանին ենք շատ շնորհակալ, որովհետև այո, ինքը մեզ այդ հնարավորությունը տվեց եւ ընկեր Նունեին, ես մինչեւ հիմա ընկեր Նունե եմ ասում, որովհետև երբ ես մտա Ստանիսլավսկու թատրոն, ընկեր Նունեն իմ առաջին ռեժիսորն էր, ով ինձ հնարավորություն տվեց եւ մատնաչափիկի մասին նշեց, որպես ես խաղում ու այդպես ես հենց մտա թատրոն, անդադ ասում էի ընկեր Նունե ու այդպես մնաց։ Ինձ էր ընկեր Նունե, ես էլ էի։ Շատ կարևոր երջանկություն է, երբ որ դու կարողանում ես ուսման հետ համատեղ նաև ունենաս այդ թատրոնում պրակտիկան, որովհետև ինչպես ասում են, դերասան դառնում են թատրոնում, ոչ թե ինստիտուտում, ինստիտուտը տալիս է բնականաբար այն կարևոր բագաժը, բայց թատրոնում բեմում պրակտիկան օգտագործելով հնարավորությունները օգտագործում ես, այո, եւ դառնում ես դերասան, այնպես որ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր ձեզ տվել են այդ հնարավորությունները եւ այսօր է շարունակվում է։ Եվ ուզում ենք ձեզ մաղթել հաջողություններ։ Նախ առաջինը ձեզ նվիրեմ Սարգոն Կարմիր Չոր գինին, մեր Իջևանի գինու գործարանի կողմից, որպեսզի պրեմիերայից հետո բացեք եւ սա արդեն դառնա առիթ նշելու։ Եվ բացիկներ, քանի որ ամանոր է եւ բացիկների կուլտուրան վերադառնում է։ Սամվելն արդեն գիտի։ Ես ուզում եմ նվիրել արևոք բացիկները ամանորյա, այստեղ հայտնի երգերից են։ Մեկը Yellow Heart-ն է, սեր ու բարություն, մի քիչ հոգատարություն, մի քիչ հանգստություն, շատ բան չեմ ուզում։ Մյուսը իհարկե Թաթան է, նոր տարի ձյունանուշիկ իմ բարի, ես գիշեր մեր տուն, արի, սա քեզ է։ Հաջորդը էլ ինչ տոնածառ առանց պապ, ձմեռ պապ։ Սա ձեզ, այլքե Սամվել ջան, շնորհակալները նվերներ իրականացնեն ձմեռ պապիկների հետ միասին։ Շնորհակալ ենք։ Ձեզ ուրախ տարի ենք մաղթում։
Շնորհակալ ենք շատ։ Թող անհոգ լինի ձեր մյուս տարին։ Դե, կարծում եմ հեքիաթը ամբողջությամբ վայելելու համար պիտի գնալ ու արդեն տեսնել ներկայացումը, մանուկ դառնալ, այո, ու մտնել հենց այդ հեքիաթի մեջ։ Այո, իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։